Այս ֆիլմը պատմություն է հայոց կյանքի ամենածանր ու վճռորոշ ժամանակի մասին, որի հետ որևէ այլ ճակատագրական շրջան հնարավոր չէ համեմատել։ Շատերի համար դա սովորական 40-ամյակ է, բայց ոչ մեզ հայերիս։ Այդ 40-ամյակի ընթացքում աշխարհի խաղաղասեղանին էր նետված հայերի լինել-չլինելու հարցը, և թվում էր նժարը թեքվում է անգոյության հենակի կողմը։ Ահռելի մի 40-ամյակ, որի ուղղակի ժառանգներն ենք մենք։ Այսօր հայրենիքի մի փոքր մասում ապրող և աշխարհով մեկ սփռված հայերս։ Հայոց հայրենիքը երկատված էր երկու վիթխարի կայսրությունների միջև, որոնք անընդհատ բախվում էին մեծ ու փոքր պատերազմներով։ Դրանք օսմանյան և ռուսական կայսրություններն էին։ Հետզհետե պատերազմն ավելի էր կենտրոնանում հայկական հողի վրա, և զարմանալի է, հայ ժողովուրդն այդ պատերազմում ոչինչ չէր նշանակում, նա համաշխարհային խաղի կողմ չէր։ Պատմության դաժան տրամաբանությամբ իրենք էլ երկու մրցակցող կայսրությունները մոտենում էին կործանման եզրին, թեև հսկայական ջանքեր էին գործադրում միջնադարյան հետամնացությունից ձերբազատվելու համար։ Օսմանյան կայսրությունը ստիպված էր կռիվ մղել տասնյակ իսլամ և քրիստոնյա ժողովուրդների դեմ, որոնք ազատության դրոշն էին պարզել։ Մեկը մյուսի ետևից ազատագրվում էին հյուսիսային Աֆրիկայի, մերձավոր արևելքի արաբական ժողովուրդները։ Նույն ճանապարհն էին բռնել Եվրոպայի բալկանյան ժողովուրդները։ Իր հերթին ցարական Ռուսաստանը պարբերաբար ցնցվում էր հեղափոխական շարժումներից, որոնք ուղղված էին միապետության և անսահման ճորտատիրության դեմ։ Մինչդեռ հայոց կյանքում առկա էր մի սուր հակասություն։ Լուսավորական, մտավորական ու կազմակերպական կյանքը մեծապես կենտրոնացած էր բուն Հայաստանից դուրս՝ Թիֆլիսում, Բաքվում, Պոլսում։ Բուն Հայաստանում ապրում էր գյուղական հետամնաց բնակչությունը, մատնված զանազան ավազակախմբերի թալանին ու իշխանությունների կամայականությանը։ Ռուս-թուրքական հերթական պատերազմը նոր էր ավարտվել։ Ռուսական զորքերը, գլխավորապես հայ զորավարներ Լորիս Մելիքովի, Մադաթովի, Տեր Ղուկասովի, Լազարյանցի ջանքերով, հայ կամավորական ջոկատների ակտիվ մասնակցությամբ ազատագրել էին Արևմտյան Հայաստանի գրեթե ողջ տարածքը։ Բանակցությունների սեղանին էր դրված հայոց ինքնավարության հարցը։ 1878 թվականին Սան Ստեֆանոյում կնքվեց հաշտության պայմանագիր, որով անկախություն կամ ինքնավարություն ստացան բալկանյան ժողովուրդները։ Թեև եվրոպական պետությունները չէին մասնակցել պատերազմին, սակայն ներկայացել էին բանակցություններին որպես հավասար կողմ և ճնշումներ էին գործադրում ուժասպառ Ռուսաստանի վրա։ Հատկապես Անգլիան ստիպում էր վերանայել պայմանագիրը։ Այսպես ընդամենը 4 ամիս անց գումարվեց Բեռլինի կոնգրեսը, ուր Սան Ստեֆանոյի Հայաստանին վերաբերող 16-րդ կետը տեղափոխվեց 61 համարի տակ։ Բեռլինի կոնգրեսում թելադրող կողմը Անգլիան էր։ Ռուսական զորքերը պարտավորվում էին դատարկել գրավյալ տարածքները ու վերադառնալ Բաթում կարս հին սահմանին։ Տեղին է նշել անգլիացի քաղաքագետի դիպուկ խոսքը. «Խեղճ ռուս զինվոր, դու քո արյունով հող ես գրավում, քո տգետ ղեկավարները թղթով ետ են հանձնում»։ Հայոց ինքնավարության հարցը նույնիսկ չշոշափվեց։ Դրա դիմաց Թուրքիան խոստացավ ապահովել հայերի խաղաղ կյանքը և զանազան գույնզգույն փուչիկներ։ Ինչպես դիպուկ արտահայտվել է Լորդ Շերբրուկը, անգլիական քաղաքականությունը Թուրքիայի քրիստոնյաների համար փակեց դժոխքից դուրս պրծնելու ելքը։ Բեռլինի կոնգրեսը համաշխարհային պատերազմի հիմքերն էր դնում, և կոնգրեսից վերադարձած Մկրտիչ Ղրիմյանը պիտի ասեր իր թևավոր խոսքը, թե այնտեղ հարիսա էին բաժանում, բոլորը եկել էին երկաթե շերեփներով,
ու միայն հայերն էին, որ թղթե շերեփով էին եկել, ուստի ոչինչ չկարողացան վերցնել։ Սակայն հայ ժողովրդի համար Բերլինի կոնգրեսը երկու կարևոր հետևանք ունեցավ։ Առաջինն այն էր, որ հայկական հարցը միջազգայնացավ։ Երկրորդը միայն սեփական ուժերին վստահելու պարտադրանքն էր, որ հնչում էր ամենայն հայոց կաթողիկոսի շուրթերից որպես մարտակոչ։ Ինչով էին բնորոշվում 19-րդ դարի 80-ականները։ Անգլիայի անուղղակի հովանավորությամբ աճում ու հասունանում էր պանթյուրքիզմը, որն ըստ նոր թուրքերի գալիս էր փոխարինելու արդեն բացահայտ սնանկացած պանիսլամիզմին։ Եվ սա շատ ավելի հետադիմական գաղափարախոսություն էր։ Սրա ներկայացուցիչներն էին նոր օսմանները, որոնք սահմանադրական միապետության ճանապարհին գահ էին բարձրացնում արյունոտ Սուլթան Համիդ II-ին։ Սրա գահակալության տարիներին սահմանադրություն կոչվածը զրոյացվեց, փոխարինվելով Սուլթանի միանձնյա իշխանությամբ։ Համիդը իր անունով պատժիչ գնդեր ստեղծեց։ Համիդիե գնդերը բաղկացած էին այն ողջ ժողովրդագրական տականքից, որով այնքան հարուստ էր 19-րդ դարի Թուրքիան։ Հետևանքում քրիստոնյաների պարբերակբար ջարդերը դարձան պետական քաղաքականություն։ Ինչպես հայտարարում էին նոր օսմանները, առաջին սուլթանների սխալը այլազգիներին ողջ թողնելն է, եւ իրենք եկել են այդ սխալը ուղղելու։ Ըստ էության ամենակալ սուլթանի բթամտությունը հասնում էր ծայրագույն աստիճանի։ Օրինակ, նա երկրում արգելել էր ջրի քիմիական H2O ֆորմուլան, քանի որ նրան շշնջացել էին, թե դա իր դեմ է եւ նշանակում է Համիդ II-ը զրո է։ Նույնպես նա արգելել էր թատրոններում թագավորներ ներկայացնել, քանի որ երկրում մեկ թագավորից ավելի չպիտի լինի։ Ահա թե ում հետ գործ ուներ աշխարհը։ Մնացյալ գործերը կատարում էին նոր օսմանները։ Եվ ի վերջո, Օսմանյան կայսրության բնիկ ժողովուրդները շատ ավելի հին ու բարձր մշակույթ ունեին, քան թուրքերը։ Սա խորապես վիրավորում էր իշխող տարրի ինքնասիրությունը, եւ խիստ բնական էր այն հետադիմական ռեակցիան, որն ամփոփվեց մեկ ընդհանուր գաղափարի մեջ։ Եվ ի վերջո, ինչ էր պանթյուրքիզմը։ Հպատակ իսլամ ժողովուրդները ազատության դրոշ էին պարզել եւ արդեն ցեղային պատերազմ էին մղում այս օտար գիշատիչ տարրի դեմ։ Եվ ահա թուրքերը վերհիշում են իրենց հեռավոր հայրենիքը, Ալթայն ու Ենիսեյը։ Չէ որ դեռ բազում ցեղեր, որ խոսում էին թուրքական բարբառներով, մնացել էին իրենց սիբիրյան բնօրրանում։ Ահա այս բոլոր քոչվոր ցեղերի միավորման եւ համաշխարհային նոր կայսրություն ստեղծելու զառանցական գաղափարն էր, որ ծնեց պանթյուրքիզմը։ Այսուհետև նրանք պետք է փորձեին ետ ծավալվել դեպի արևելք, ճանապարհին ջնջելով այն ամենը, ինչը թուրքական չէր, եւ առաջին խիստ մտահոգիչ խոչընդոտը հայկական սեպ կոչված լեռնաշխարհն էր։ Գաղափարախոսության հիմնադիրը ռուսական փախստական Իսմայիլ Բեյ Գասպրինսկին է կամ Գասպիրելին, ապա Կովկասյան թաթար Աղաևը եւ էլի շատերը։ Նոր օսմանները ջերմեռանդորեն ընդունեցին այս նոր գաղափարախոսությունը եւ անմիջապես գործի անցան։ 80-ականներին Թուրքիայի պաշտոնական գրություններում արգելվեց Հայաստան բառը։ Առաջ եկան այլև այլ արգելքներ։ Տեղի ունեցան զանազան անձանց սպանություններ։ Ինչպես հայտարարել էր ժամանակի նշանավոր քաղաքական գործիչ Գրիգոր Զողրաբը, այս ամենը առաջին հերթին ուղղված էր հայ ժողովրդի մտքի ու սրտի դեմ։ Արյունոտ Սուլթանի Համիդիեները մեծապես գերազանցեցին իրենց նախորդած ենիչերիներին։ Համիդիեների գործողություններով Թուրքիան փորձում էր լուծել մի կարևոր հարց՝ սեպ խրել հայերի եւ քրդերի հնարավոր դաշինքի մեջ։ Նույն ժամանակներում Ռաֆու բառերով
Մի երկրում, որի ամեն քարը ողողված է քրիստոնեության վաղագույն նահատակների արյամբ, աննախադեպ ծավալի էր հասել կաթոլիկական ու բողոքական հոգևորությունը, մի կողմից բռնի մահմեդականացումը, մյուս կողմից միսիոներների կատարած գործը ժողովրդի խավար զանգվածների շրջանում կրոնական մոլեռանդության անհաղթահարելի պատնեշներ էին կանգնեցնում նույն ազգի զավակների միջև։ Կառավարությունը չէր խոչընդոտում նման գործունեությանը, այլ բացահայտ հովանավորում էր այն։ Միսիոներները թափանցում էին նույնիսկ այնպիսի անառիկ վայրեր, ինչպիսիք էին Կիսանկախսասունն ու Զեյթունը։ Եվ այդ սև գործից զարհուրելի արդյունքները երկար սպասել չէին տալիս։ Հայրենասիրական այլևայլ խմբակներ, երկիր անցնող խմբեր և ինքնապաշտպանական ծրագրեր մատնվում էին կառավարությանը։ Այնպիսի տպավորություն էր, ասես հայ ժողովուրդն ինքն է գնում ինքնասպանության։ Ի վերջո, ինչ կարելի էր ակնկալել ստրկական բարոյականությունից։ Ահա այսպես գալիս էր 19-րդ դարի վերջին տասնամյակը, որն ասես 20-րդ դարի մանրակերտը լիներ։ Այն, ինչ չհաջողվեց անել այս տասնամյակում, ահռելի չափերով պիտի կատարվեր հաջորդ դարում, վիթխարի ողբերգությունների հիմք դառնալով համայն մարդկության համար։ Եվ ահա հայերի մեջ գոյանում էին առաջին կուսակցությունները։ Սկզբից արմենականներն էր, հետո ստեղծվեց սոցիալ-դեմոկրատական հնչակյան կուսակցությունը։ 90 թվականին 3 տարբեր գաղափարախոսությունների միավորմամբ ծնվեց հայ հեղափոխական դաշնակցությունը։ Սա ազգային մի կառույց էր, որի դերը հայոց հետագա պատմության մեջ դժվար է թերագնահատել։ Ակտիվորեն ընդլայնվում էր հին ֆիդայական կառույցը։ Մեծաքանակ կամավորական խմբեր թափանցում էին երկիր ռազմամթերք հասցնելով ինքնապաշտպանական ջոկատներին։ Ահա այս ժամանակ էր, երբ ի հայտ եկան այնպիսի հերոսներ, ինչպիսիք էին Սարգիս Կուկունյանն ու Արաբոն, Աղբյուր Սերոպն ու Գևորգ Չավուշը, Պապիկ Իշխանն ու Դժոխ Քրայրը, Անդրանիկն ու Իշխանը, Նիկոլ Դումանը, մի իսկական աստղաբույլ, երկաթե մարդիկ։ Դրանցից մի քանիսը համաշխարհային հռչակ ձեռք բերեցին թուրքերի դեմ կռվելով սերբական ու բուլղարական ճակատներում։ Շատ դիպուկ է նկատել Սասունի կազմակերպիչներից Ռուբենը։ Ես շատ սերունդներ եմ տեսել տարբեր վայրերու մեջ, բայց այս սերունդին համն ու հոտը տարբեր էր։ Սուլթանական կառավարությունն ամեն ինչ անում էր բնաջնջելու լեռնային ինքնավարությունները, սակայն ամեն անգամ հսկայական կորուստներ տալով ետ էր շպրտվում և իր ողջ մաղձը թափում դաշտավայրային խաղաղ գյուղերի վրա։ Հաճախ նույնիսկ դավանափոխությունը չէր փրկում հայերին, արդեն տեսակի խնդիր էր դրված։ Նոր օսմանները շատ ավելի բարձր կրթություն էին ստացել, քան իսլամական մեդրեսե ավարտած թուրք ազնվականությունը։ Այս գազանաբարո գաղափարախոսության համար հայի արյան ամեն մի կաթիլ թույն էր համարվում, և այն լիովին պիտի դուրս թափվեր, հենց իրենց հողի վրա։ Եվ այս բանը նրանք կատարեցին, երբ լիարժեք իշխանության եկան։ Ահա այսպիսի առճակատման էր հասնում հայ-թուրքական ցեղային վեճը։ Առճակատում հողագործի ու թափառականի միջև, առճակատում տանտիրոջ ու գողի միջև։ 1894 թվականին թուրքերը ռազմական գոտի ստեղծեցին Սասունի շուրջը։ Մոտ 20 հազարանոց մի կանոնավոր բանակ, Համիդիե հեծելագնդեր, լեռնային հրետանի, պաշիբոզուկների բազմահազարանոց ամբոխը պաշարեցին գավառակը։ Հայերի ուժերը անհամեմատ փոքր էին, նրանք վատ էին զինված։ Կռվին մասնակցում էին նույնիսկ ծերերն ու կանայք, պատանիներն ու դեռատի աղջիկներ։ Մարտերը տևեցին գարնանից մինչև աշուն։
Սեպտեմբերին մարտերը դադարեցին, եւ պատերազմի ելքը մնաց անորոշ, եւ թուրքերն անցան իրենց սովորական գործին. նրանք վրեժը լուծեցին դաշտավայրի խաղաղ գյուղերից, լուծեցին այնպես, ինչպես կլուծեր թուրքը։ 1895 թվականին սկսվեց Զեյթունի հերթական ապստամբությունը։ Առաջին իսկ ընդհարումներից կառավարական զորքերը մեծ կորուստներ տալով նահանջեցին։ Զեյթունում գտնվող զորանոցը 60 ժամյա պաշարումից հետո հանձնվեց, եւ 700-ից ավելի թուրք զինվորներ անցան զեյթունցիների թրիտակով ու պատանդ վերցվեցին։ Սպաներին, կանանց ու երեխաներին հնարավորություն տրվեց հեռանալ քաղաքից, մի բան, որ թուրքերը երբեք չէին անի։ Իմիջայլոց ուշագրավ է այս թուրքական զորանոցի ստեղծման հեղինակը։ Սա մի հարուստ հայ ամիրայ է, Ստամբուլից։ Երբ նրան հարցնում են, թե ինչու կառավարությանը առաջարկեց Զեյթունում թուրքական զորանոց տեղադրել, պատասխանում է. վերջապես հայերը իրենց մթերքը ու հավքիթները վաճառելու տեղ կունենան, եւ սկսում է հաշվարկներ անել, թե ինչ վիթխարի օգուտներ կարող են ունենալ հայերը այս թուրքական զորանոցից։ Չէ, աշխարհում ոչինչ չի փոխվել։ Միշտ էլ հերոսները զոհվում են, իսկ սրանք մնում են։ Զեյթունում ստեղծվեց ժամանակավոր կառավարություն եւ դարձյալ անկախության դրոշը ծածանվեց բերդի վրա։ Ի պատասխան թուրքերը կոտորածներ կազմակերպեցին Մարաշի խաղաղ բնակչության նկատմամբ։ Շուտով քաղաքի վրա շարժվեց Ռամզի Փաշայի 40 հազարանոց բանակը, կրուպի 13 հրանոթներով։ Զեյթունի ուժերը ընդամենը 6000 էին։ Սկսվեց Զեյթունի 49-օրյա հերոսամարտը, եւ ճարահատ թուրքերը 1000-ից ավել զոհեր տալով ետ քաշվեցին։ Մի հետաքրքիր դրվագ. օգտվելով քաղաքում տղամարդկանց բացակայությունից 500 թուրք գերիներ դուրս են պրծնում բանտից ու փորձում այրել քաղաքը, սակայն զեյթունցի կանայք կացիններով ու դանակներով զինված հարձակվում են նրանց վրա, մի մասին կոտորում, մյուսներին նորից բանտ նետում, միաժամանակ հանգցնելով նաև կրակը։ Պատերազմը շարունակվեց խիստ անհաջող թուրքերի համար, եւ վերջապես դեկտեմբերին գործին միջամտեցին մեծ տերությունները։ Ինչպես նշում է Արշակ Չոպանյանը, Հայաստանի ավերումը լուռ ու մունջ դիտող Եվրոպան վերջապես որոշեց միջամտել, բայց միայն Զեյթունի գործերին, քանզի լեռնականները զենքով էին պաշտպանել իրենց իրավունքը։ Երևի մինչ այսօր էլ թուրքերի համար անհասկանալի պիտի մնա նման գործելավոճը, որ հենց իրեն Օսմանյան կայսրությանը դարձրեց մի իսկական հաշմանդամ երկրի երեսին, ամեն կողմից շրջապատված լինելով ատելությամբ լցված ազգերով։ Փաստորեն Օսմանյան կայսրությունն իր ողջ հնարավորություններով պատերազմում էր սեփական հպատակների դեմ, փորձելով բնաջնջել նրանց։ Մեկ այլ կարևոր գործոն էլ եկավ ամրապնդելու Զեյթունի հաղթանակը։ Հունական մի խոշոր բանակ կանգ էր առել Թուրքիայի սահմանի վրա։ 1896 թվականին թուրքական զորքերը շրջապատեցին Վանը։ Նրանց ուղեկցում էին համիդիեներն ու բաշիբոզուկների ամբոխը։ Այստեղ թուրքերն ավելի զգույշ էին գործում, քանի որ քաղաքում կային մեծ պետությունների հյուպատոսություններ։ Հայերը նախազգուշացված էին քրդերի կողմից, եւ տարբեր վայրերից դեպի քաղաք էին շտապում ֆիդայական զինված խմբեր։ Շուտով սկսվեցին սադրանքներն ու ընդհարումները։ Սակայն այս կռիվներին վիճակված չէր երկար տևողություն։ Գործին միջամտեց անգլիական հյուպատոսը, եւ քաղաքի պաշտպաններին հնարավորություն տրվեց հեռանալ Պարսկաստան։ Սակայն նրանցից քչերին հաջողվեց հասնել բարեկամ երկիր։ Մեծ մասը սպանվեց դարանակալ թուրքերի կողմից։ Քաղաքի մի քանի թաղերում հրկիզումներ ու ջարդեր սկսվեցին։ Բայց այս անգամ էլ միջամտեց չերքեզ հրամանատար Էմին բեյը։ Ջարդը կանգ առավ։
Դրա դիմաց թուրքերը վիլայեթի բազմաթիվ գյուղեր ոչնչացրին ու ջարդի զոհ դարձավ ավելի քան 20,000 հայ։ Սասուն, Զեյթուն, Վան։ Ահա այն եռանկյունին, որն ապահովում էր հայոց ամրակուռ հոգեկերտվածքը և որն էլ թուրքերի համար դարձել էր կարևորագույն խնդիր։ Սա հայոց պայքարի կմախքն էր։ Չկարողանալով կոտրել այն, թուրքերն առաջնահերթ ոչնչացնում էին շրջակայքի հայությանը, կղզիացման մատնելով հայոց այս 3 բերդամրոցները։ Եվ եթե այս 3-ը միաժամանակ ապստամբեին։ Ուշագրավ է Մուշի կոտորածների շրջանի մի թուրք պաշտոնյայի լկտի արտահայտությունը։ Մենք հրամայել ենք սպանել հայերին, իսկ այս հիմարները ավելի շատ կողոպտում են, քան սպանում նրանց։ 1894-96 թվականներին հայերի ջարդեր տեղի ունեցան Արևմտյան Հայաստանի ողջ տարածքում, քաղաքներում, գյուղերում և դարձյալ փրկվեցին նրանք, ովքեր զենքի դիմեցին։ Ողջ Արևմտահայաստանում զոհերի ընդհանուր թիվը հասնում էր 300,000-ի։ Մոտ այդքան էլ հեռացան երկրից, ցրվելով Աֆրիկայի, Եվրոպայի, Ռուսաստանի երկրներում։ Նրանցից շատերը հանգրվանեցին Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Մինչև 19-րդ դարի ավարտը մնացել էր 4 տարի, որոնք պատմության մեջ կոչվում են լուռ տարիներ։ Հակամարտության բոլոր կողմերը քաշվեցին իրենց բները, վերքերը լիզելու։ Հայերից ազատված տարածքները արագորեն բնակեցվում էին մահմեդականներով, ցանքերը վերածվում էին արոտավայրերի, սկսվում էր ծաղկած երկրի անապատացումը, որն այնքան բնորոշ է քոչվորի հոգեբանությանը։ Ես և իմ ոչխարի հոտը հասել ենք այստեղ, ուրեմն սա իմ երկիրն է, սա էլ կխժռեմ ու կանցնեմ առաջ։ Երբեք ճորտություն չտեսած հայ գյուղացիությունը ընկնում էր ճորտական կախման մեջ զանազան քուրդ աղաներից ու թուրք բեյերից, որոնք տեր էին դառնում իրենց հավանած գյուղերին ու ագարակներին։ Մի խոսքով, դարն ավարտվում էր այնպիսի լռությամբ, որ մոտակա փոթորիկն էր կանխագուշակում։ Հիսուսի ծնունդից հաշված 20-րդ հարյուրամյակը ծանրագույնն էր հայոց պատմության մեջ։ Լինելով երկատված օսմանյան և ռուսական կայսրությունների միջև, հայերն անընդհատ մղվում էին վերամիավորման ու երկու կողմից էլ հանդիպում կոպիտ միջամտության։ Միաժամանակ թե օսմանյան և թե ռուսական կայսրություններում, ասես ղեկավարվելով նույն կենտրոնից, բուռն թափով ծավալվում էր հեղափոխությունը։ Ռուսաստանում ամրապնդվում էր իմպերիալիզմը։ Օսմանյան կայսրությունում շարունակում էր գերիշխել ռազմաֆեոդալական կարգը։ Անդրկովկաս, Ռուսական իմպերիայի հարավ-արևելյան ծայրագավառ։ Այստեղ մրցակցությունն ընթանում էր եվրոպական, ռուսական և հայկական կապիտալների միջև, հայկականի զգալի գերազանցությամբ։ Սա մի ժամանակ էր, երբ գործում էին արամյանցներն ու մանթաշյանները։ Այդ օրերին կարս մտավ առաջին գնացքը։ 1903 թվականին Անդրկովկասի նահանգապետն էր Իշխան Գոլիցինը, որի տխրահուշ օրերում խստություններն ու բռնությունները հասնում են գագաթնակետին։ Ճնշումները հասնում են այն աստիճանի, որ սահմանափակվում է գրահրատարակչական գործը։ Արգելքի տակ են դրվում մամուլի շատ օրգաններ։ Հրաման եղավ արգելել հայ դպրոցների, վարժարանների գործունեությունը։ Անմիջապես էլ սկսեց բռնագրավվել հայ եկեղեցու ունեցվածքը։ Հարքունից գրավվեցին եկեղեցապատկան կալվածներն ու ագարակները։
Ազատված տարածքներում ռուսներ բնակեցվեցին։ Ժողովրդի բողոքներին ի պատասխան Հայաստան մտան կազակական պատժիչ հեծելաջոկատներ։ Անմիջապես էլ հրահրվեցին հայ-թաթարական ընդհարումներ, որոնք հովանավորվում էին նաև պանթյուրքական շրջանակների կողմից։ Դիմադրության կոչով հանդես եկավ ամենայն հայոց կաթողիկոս Մկրտիչ Խրիմյանը։ Դաշնակցությունն ու մյուս կուսակցությունները զենքի դիմեցին։ Սպանվեցին կարևոր պաշտոնյաներ։ Այս ամենը շարունակվեց մինչև 1907 թվականը, Ստոլիպինի վարչապետության ժամանակը։ Կանխած գալով համազգային ապստամբության հասունացումը, Ռուսաստանը փոխեց իր քաղաքականությունը Անդրկովկասում։ Համեմատաբար տանելի պայմաններ ստեղծվեցին բնակչության համար։ Եկեղեցուն վերադարձվեցին կալվածներն ու սեփականությունը։ Վերաբացվեցին դպրոցներն ու վարժարանները, եւ սա որոնցով դաշկով նահանգապետի օրերում էր։ Արյան մեջ խեղդված ռուսական հեղափոխությունը ետ էր քաշվել, եւ կայսրությունը տնտեսական աննախադեպ վերելք էր ապրում։ 1913 թվականը պատմության մեջ նշանավորվեց որպես զարգացման ու բարգավաճման չափանիշ, որի հետ համեմատվում էին հետագա ժամանակներ։ Արևմտյան Հայաստան։ Իրականում սա բուն Հայաստանի մեծագույն մասն էր, որի հիմնական բնակիչը մինչև 1915 թվականը հայն էր։ 1909 թվականին տեղի է ունենում Օսմանյան հեղափոխությունը։ Հռչակվում է սահմանադրական հանրապետություն։ Գահընկեց է արվում Արյունոց Սուլթանը։ Եվ մի պահ թվաց, թե Թուրքիան ոտք է դնում քաղաքակրթության պողոտան։ Սա այլևս այն Թուրքիան չէ, այլևս բանտ ու կալանավայր չէ, այլևս բոլոր ազգերն ազատ են, կարող են ապրել ըստ իրենց ազգային հատկանիշների, իրենց դավանանքների, այսուհետև բոլոր ազգերը հավասար են և կեցցե սահմանադրությունը։ Թուրքիան անսահման բռնապետության այս հայրենիքը կախարդական փայտիկի մեկ հարվածով վերածվում էր դրախտի։ Բայց ում ձեռքում էր այդ փայտիկը։ Դա երիտասարդ թուրքերն էին, եվրոպական երկրներում բարձրագույն կրթություն ստացած, ժամանակակից մարդասիրության դասընթացը սերտած, բոցաշունչ հեղափոխականներ։ Այլևս ըմբոստ ազգերը կարող էին զինաթափվել, քանի որ համընդհանուր դրախտում խաղաղություն էր, օրենքի և իրավունքի ներդաշնակություն։ Մի խոսքով առաջ Թուրքիա։ Իհարկե մեծամասնությունը հավատաց, հանձնեց զենքն ու խառնվեց ցնծացող բազմազգան բոխին։ Նույն 1909 թվականին տեղի ունեցավ Ադանայի կոտորածը, որին զոհ գնաց 30,000 հայ։ Զեյթունի պարտության վրեժը լուծված էր։ Սա հայտարարվեց սխալմունք, անցյալի կոպիտ ռեակցիա։ Ահա ինչպիսի հնարավորություններ էր ստեղծում եվրոպական բարձրագույն կրթությունը։ Հայերն իհարկե այս դեպքերից չսթափվեցին։ Այնպիսի տպավորություն էր, ասես անսահման ազատության երջանկությունը մթագնել էր մարդկանց ուղեղը։ Այն փաստը, որ զարթնել էր քնած հանգստացած թուրքը, ոչ մի կերպ չէր համընկնում նրանց ամենօրյա լսածներին։ Քչերն էին, որ հասկանում էին ամեն ինչ, եւ ավաղ դրանք քչերն էին։ Սա մի ժամանակ էր, երբ ողջ աշխարհը պատրաստվում էր պատերազմի։ Բոլորը անհետաձգելի հարցեր ունեին։ Եվ այդ հարցերը լուծելու միակ ճանապարհը ուժայինն էր։ Եվ զարմանալի բան, միակ ով պատրաստ չէր դրան, հայն էր։ Պատերազմի դաշտը հարդարված էր, եւ դա ողջ աշխարհն էր, ծովերն ու ցամաքը, լեռները եւ նույնիսկ երկինքը։ Անհեթեթ քանակությամբ ռազմամթերք էր կուտակվել եւ ավելի շատ մարդ։
Առ այսօր ոչ ոքի չի հաջողվել պատասխանել մի պարզ հարցի. ինչի համար էր համաշխարհային պատերազմը։ 1914 թվականի օգոստոսին սկսվեց։ Մի կողմում եղածը կոչվեց Անտանտա, մյուս կողմինը կենտրոնի դաշինք։ Վայրի գազանների նման սրանք իրար վրա հարձակվեցին ու սկսվեց անիմաստ մարդամորթը։ Սա սքանչելի առիթ էր Օսմանյան Թուրքիայի համար, լուծելու Ջեմալ Փաշայի շեշտած հիմնահարցը՝ հայերի գոյությունն աշխարհում։ Իշխանական միություն եւ առաջադիմություն կուսակցությունը լիովին պատրաստ ուներ բնիկ ժողովուրդների բնաջնջման հրեշավոր ծրագիրը։ Եվ լիովին անիմաստ տեսակապել քրիստոնեության կամ իսլամի հետ։ Այստեղ տեսակի խնդիր էր դրված։ Այսպես կազմակերպված գործում է բորենիների ոհմակը։ Արդ ինչպես պիտի իրականացվեր ծրագիրը, ովքեր պիտի լինեին դահիճները, որտեղ պիտի ոչնչացվեին մարդիկ, եւ կազմակերպիչների ուղեղում առաջ էր գալիս մինչ այդ չլսված գաղափարը՝ ոտքի հանել հասարակության ամբողջ տականքը, որով այնքան հարուստ էր Թուրքիան, քաղաքային խուժանը, թափառող ավազակախմբեր, բայց ամենամեծ գյուտը հազարավոր հանցագործներին բանտերից ազատելն էր, ապա դրանցից մարդասպանների կանոնավոր ջոկատներ կազմելը։ Այդ օրերում հեղափոխական գաղափարներով ոգեշնչված Դանիել Վարուժանը գրում էր. «Արևելյան կողմն աշխարհի խաղաղություն թողլա, արևմտյան կողմն աշխարհի բերիություն թողլա»։ 1915 թվականի ապրիլին սկսվեց հայ մտավորականության ոչնչացումը։ Նրանց տանում էին քաղաքներից դուրս ու քարերով ջարդում գլուխները։ Այսպես սպանվեցին Վարուժանը, Սիամանթոն, Ռուբեն Սևակը, Գրիգոր Զոհրաբը, ընդհանուր թվով 900 հայ մտավորական։ Անմիջապես սկսվեց զորակոչը։ Ճանապարհներ կառուցելու պատրվակով բանակ կանչվեց գրեթե ողջ հայ արական ազգաբնակչությունը։ Անզեն զորակոչվածներին գնդակահարում էին հենց աշխատավայրում։ Այնուհետև սկսվեց համընդհանուր տեղահանությունը։ Բոլոր հայերն անխտիր, առանց սեռական ու տարիքային խտրականության, պարտավոր էին միայն ձեռքի կապոցներով դուրս գալ իրենց տներից, մտնել երթային քարավանների մեջ ու չեթեների ուղեկցությամբ շարժվել դեպի անհայտություն, իրականում դեպի մահ։ Նրանց սպանում էին քարավանից հեռանալու համար, սպանում էին ետ մնալու համար, սպանում էին գիշերային հարձակումներով։ Նրանց սպանում էին շոգն ու ցուրտը, սովն ու ծարավը։ 1000-ից մեկն էր հասնում վերջնագծին, որն էր սիրիական անապատը։ Եվ ահա այս վայրերում տեղի էր ունենում անսպասելին, որ թուրքերը հաշվի չէին առել։ Հազվադեպ մազապուրսներին փրկում էին անապատի արաբները, զենքի ուժով խլելով կիսադիակները բաշիբոզուկների ձեռքից։ Այսպես մինչև 1916 թվականը բնաջնջվեց 1.5 միլիոն հայ, 600,000 ասորի, 300,000 հույն, 200,000 եզդի։ Քաղաքակիրթ աշխարհը լռում էր։ Իսկ Եփրատով այնքան դիեր էին լողում, որ երբեմն վիթխարի գետի ընթացքը կանգ էր առնում։
Թուրքիա, քեզ սպասում է դաժան դատաստան, եզդիները չեն դատելու քեզ, հասորիները չեն դատելու քեզ, հույները չեն դատելու քեզ, հայերը չեն դատելու քեզ, քեզ դատելու է Ալլահը։ Կանցնի կարճ ժամանակ և հայոց ցեղասպանության կազմակերպիչները կստանան իրենց արժանի պատիժը։ Հայ վրիժառուների կողմից աշխարհի տարբեր քաղաքներում կգնդակահարվեն Թալյաթը, Էնվերը, Ջեմալը, Ջեմալ Ազմին և այլ։ Բայց արդյոք սա վերջն էր։ Պարզվում է, որ Հայաստանի շատ վայրերում ինքնապաշտպանական մարտեր էին ընթանում։ Կռվում էին Զեյթունը, Սասունն ու Մուշը, Շապին Գարահիսարը, Ուրհան և բազմաթիվ գյուղեր։ Եվ հայ-թուրքական այս տարօրինակ պատերազմի կիզակետը Վանն էր, ուր անգամ թուրքական կանոնավոր բանակը ոչինչ չէր կարողանում անել քաղաքի փոքրաթիվ պաշտպանների դեմ։ Համաշխարհային պատերազմի հենց սկզբում տեղի ունեցավ Սարիղամիշի հռչակավոր ճակատամարտը, որը ցնցեց բոլոր կռվող կողմերին։ Երբ 90 հազարանոց թուրքական բանակը պատրաստվում էր մեկ հարվածով ավարտել Կովկասի հարցը, ջարդուփշուր եղավ ռուսական հարձակումից։ Թուրքերը կորցրին 70,000 զինվոր։ Ռուսական զորքերն ամենուր ջարդելով թուրքերի դիմադրությունը առաջ էին շարժվում հայկական լեռնաշխարհի բոլոր ուղղություններով, և նրանց մեծապես օգնում էին հայոց կամավորական ջոկատները։ Վերջապես ազատագրվեց նաև Վանը, ապա Անատոլիայի կարևորագույն հենակետ Էրզրումը։ Անդրանիկի զորաջոկատը մեկ օրում ազատագրեց Բիթլիսը։ Եվ որքան նման էր այս ամենը վերջին ռուս-թուրքական պատերազմին։ Վտանգավոր էր, որ նախորդի արդյունքն էլ կարող էր կրկնվել, ասես նույն սցենարով։ Եվ այդպես էլ եղավ։ Ռուսական զորքերը նահանջի հրաման ստացան։ Նրանց հետ երկրից հեռացան վերջին հայ բնակիչները։ Թուրքն ու քուրդն էլ ռուսներից էին փախել։ Եվ ահա ողջ երկիրը մնաց որպես անմարդ ու մխացող անապատ։ «1917 թվականին Ռուսաստանում պայթեց Փետրվարյան հեղափոխությունը։ Ռուսաց ցարը հրաժարվեց գահից, իշխանությունն անցավ ժամանակավոր կառավարությանը։ Ռուսական բանակը, որ վերադարձել էր Արևմտյան Հայաստան, սպասում էր հերթական հրամանին։ Հոկտեմբերին տեղի ունեցավ մի ուրիշ հեղաշրջում, այս անգամ բոլշևիկյան։ Ինչպես հետո պիտի պարզվեր, սրանք սերտ կապերի մեջ էին պանթուրքիզմի հետ։ Բոլշևիկյան իշխանության առաջին գործը իմպերիալիստական անարդար պատերազմին վերջ տալն էր և ներքին եղբայրասպան պատերազմի սանձազերծումը։ Թուրքական ճակատից էլ ռուսական զորքերը զանգվածաբար փախչում էին Ռուսաստան, դատարկ թողնելով 720 կիլոմետր ռազմաճակատի գիծը, որը հայերը ոչնչով չէին կարող փակել։ Անմիջապես էլ Թիֆլիսում կազմավորվեց Անդրկովկասյան Սեյմը, որ Թուրքիայի ճնշման տակ իրեն Ռուսաստանից անկախ հայտարարեց։ Հասկանալի է, որ Սեյմը բոլոր հարցերում գնում էր զիջումների։ Այսպես Թիֆլիսից ստացված մեկ հրամանով թուրքերին հանձնվեց Կարսը, ուր 6000 հայ զինվոր կար և ամեն պատրաստություն թշնամուն ետ շպրտելու համար։ 200,000 հայ բնակչություն լցվեց առանց այն էլ գաղթականներով հեղեղված Արևելյան Հայաստան։
Կարսից հետո թուրքերը գրավեցին Ալեքսանդրապոլ։ Եվ այս պայմաններում բացարձակ ցինիզմի արտահայտություն էր Լենինյան դեկրետը Արևմտյան Հայաստանի մասին, որով այստեղի հայերին ազատ ինքնորոշման իրավունք էր շնորհվում։ Անդրկովկասում դեպքերը ընթանում էին գլխապտույտ արագությամբ։ Վրաստանն իրեն անկախ հայտարարեց։ Դրան հետևեցին Անդրկովկասի մահմեդականները։ Այս առումով շատ ուշագրավ է Սեյմի ղեկավարներից մեկի Նոյ Ժորդանիայի հայտարարությունը։ Եթե հայերը խեղդվում են, վրացիք պարտավոր չեն նրանց հետ խեղդվել։ Վրաստանը սովոր չէ թուրքերի տիրապետությանը, իսկ հայերը ընտելացել են դրան։ Այս դեպքում մենք գնում ենք Կովկասի մահմեդականների ետևից։ Իսկ ինչ էր կատարվում այդ ժամանակ այն 9000 քառակուսի կիլոմետրի վրա, որ մնացել էր որպես Հայաստան։ Նույն այն տոպրակում, որի մեջ Վեհիբ Փաշայի բառերով լցրել էին հայերին, որպեսզի իրենք խեղդվեն։ Թուրքական վիթխարի բանակը Ալեքսանդրապոլից գնացքի գծերով շարժվում էր դեպի Երևան։ Հայկական փոքրաթիվ ցրված բանակը այն ուժը չէր, որ կարող էր դիմակայել թուրքական հեղեղին։ Եվ ահա տեղի է ունենում հրաշքը։ Ողջ երկրում բարձր տագնապալի զրնգում էին եկեղեցիների զանգերը։ Ամենուր մարտակոչ է հնչում, ասես մայր հողն է կանչում իր զավակներին։ Մեկ մարդու նման ոտքի է ելնում ողջ Արարատյան աշխարհը։ Ամեն կողմից հորդառատ վտակների նման դեպի մայր արաքս են հոսում մարդկային հեղեղները, ծեր ու ջահել, կին ու երեխա, աշխարհական ու հոգևորական։ Հայերի կողքին մարտադաշտ են շտապում ռուս սպաներ ու զինվորներ, հույներ ու ասորիներ, եզդիների աննման հեծելազորը Ջահանգիր աղայի գլխավորությամբ։ Այսպիսի ուժերով զորավար Սիլիկյանն արդեն կարող էր կանխագուշակել մոտալու հաղթանակը։ Եվ տեղի ունեցավ Սարդարապատի հրաշքը։ Ֆրանսիացի ականատեսի պատմածով հայերն այնպիսի ուժով գրոհեցին թուրքական զորքերի վրա, որ շուտով ջարդուփշուր արեցին նրանց։ Սարսափահար թուրքերը զենք ու զինամթերք, պարեն ու գումակ թողած, իրենց հազարավոր դիակները տրորելով փախչում էին մինչև որ կանգ առան Ալեքսանդրապոլի կողմերում։ Ահա դաշտը։ Ահա հենց այս դաշտում վճռվեց հայոց լինել չլինելու հարցը։ Այրարատ աշխարհի հենց կենտրոնում։ Նույն ժամանակ թուրքական հրամանատարությունը եւս մի խոշոր բանակ էր ուղարկել հայերին շրջանցելու եւ թիկունքից հարվածելու նպատակով։ Սրանք էլ շարժվում էին դեպի Բաշապարան։ Եվ այստեղ էլ նրանց կազմ ու պատրաստ սպասում էր հայոց զորքն ու ամեն պատահական գործիքով զինված ժողովուրդը։ Ահա այսպես, սար ու ձոր բռնած, թուրքական վիթխարի բանակը արշավում էր իր կործանմանն ընթառաջ։ Իսկ այն սարի ետևում դարան էր մտել այդ կործանումը։ Թուրքերն այստեղ ծանր պարտություն կրեցին։ Ականատեսները պատմում են, թե նրանք փախչում էին անգամ այն ժամանակ, երբ հայերը դադարեցրել էին հետապնդումը։ Գեներալ Դերոյ Դամբարանն է։ Երևի թե սա եզակի դեպք է։ Ամեն զորավարի բախտ չի վիճակվել իր մահից տարիներ հետո հուղարկավորվել իր իսկ հաղթած ճակատամարտի վայրում։ Երրորդ ուղղությունը, որով հարձակվում էին թուրքական զորքերը, Ղարաքիլիսան էր, որի գրավումով թուրքերը հույս ունեին ճանապարհ բացել դեպի Գյանջա, այնտեղից էլ Բաքու։ Չդիմանալով թշնամու ճնշմանը, հայկական փոքրաթիվ ուժերը նահանջեցին դեպի Դիլիջան։ Սակայն քիչ անց մի քանի հրետանավոր սպաներ Գարեգին Նժդեհի գլխավորությամբ դիմեցին Ղազախի ժողովրդին
ու դարձյալ հնչեց մարտակոչը։ Եվ այստեղ էլ հայերը մեկ մարդու նման ոտքի ելան ու դիմեցին դեպի Ղարաքիլիսա։ Ճակատամարտի հուշարձանն է։ Այդ ճակատամարտի մասին լավագույնս արտահայտվել է հենց թուրքական զորքերի հրամանատար Վեհիբ Փաշան։ Ղարաքիլիսայի ճակատամարտում հայերն ապացուցեցին, որ իրենք կարող են լինել աշխարհի լավագույն զինվորները։ Ահա այս հաղթական ճակատամարտերի մեջ ասես մեռյալներից հարություն էր առնում հայոց հայրենիքը։ Ժամանակի ճշգրիտ բնորոշումը տալիս է Սիմոն Վրացյանը։ Մոխիրների և տառապանքի միջից ծնունդ էր առնում մանուկ Հայաստանը, փոքր, հյուծված, անձև քաոսի և ավերակների կույտ, բայց Հայաստանի Հանրապետություն։ Այսօր ժամանակի մեծ հեռավորությունից դիտելով մեր ազգի զարմանալի պատմությունը, ականատես ենք լինում մի իմաստուն փաստի։ Ամեն անգամ, երբ հայերս կամք ենք ունենում հույսը միայն մեզ վրա դնելու, կարողանում ենք միավորվել ու հաղթել ցանկացած թշնամու։ Այդպես էր Տիգրան Մեծի ժամանակ, այդպես էր Թեոդորոս Ռշտունու ժամանակ, այդպես էր Կիլիկյան Հայաստանի ստեղծման ժամանակ, այդպես գոյացավ Հայաստանի առաջին հանրապետությունը, այդպես է և մեր Արցախյան ազատամարտի օրերում։